Ողջույն բոլորին, կարճ է հրասամի 2 րոպե ուզում էի խոսայի, ուրեմն երեկվա թեմայի կապակցությամբ երեք իմ արտահայտված մտքերը ոչ թե հաստատում եմ, այլ ինչքան կուզեք ստորագրում եմ եւ փեչատը դնում եմ, դա ակտուալ է, դա լինելու է միշտ։ Ես երբևիցե չեմ փոշմանի, երբ որ իմ հայրենակցին փորձում եմ բարձավանքի ենթարկել հանրային, eնել անհիմն, eնել վիրավորական բառերով բան։ Ես ասել եմ, ով որ վիրավորում է բան, դու ով ես, ինչ ես արել մեր երկրի համար, հայմատվելով, քեզ հայմատվելով կամ քեզ թույլ տալով խոսալ մեր ազգի մեծերի մասին։ Ուրեմն էլ ասում եմ, գալի 30 ավետարան ես կարդում, ասում են շուտարապրծի ոչխարը սարով անցնում է։ Հիմա այս սրած նման ես չգիտեմ, էլի ես ոնց որ չեմ, հասկանում եք, ես չեմ ուզում ձեզ վիրավորել, բայց քանի որ դուք մտնում եք ազնական վիրավորանքներ հղում իմ մեկնաբանությունների բաժնում, ինձ ուղիղ թիրախավորում եք, ինձ ուղիղ վիրավորում եք, ես պետքա ձեզ նույնը ասեմ, որ հասկանաք։ Մի բան էլ էլի հասկացեք, ինքնասիրություն չունեցող մարդ կա դիմացին մտքի համար վիրավորում։ Եթե դիմացին է իր ինքնասիրությանը, իր մակրությանը, իր սրբություններին չի կպել ու դու իրան վիրավորում ես ընդհանրապես միտք արտահայտելու համար, դու հոգեկան ես, դու չգիտեմ, տարբեր խնդիրներ ունես։ Կարող է նույնիսկ սեռական շեղումներ ունես, էլի տղամարդիկ հիմա տենում եք քֆուր են տալիս մեկ ուրիշ տղամարդու, ոնց որ հակում ունեք դուք տղամարդու։ Արա դուք ասում եք Եվրոպան բան ասես փչացած դուք հայ տղամարդկանց մեջ տենում եք ինչքան այդ կեղտոտությունները, այ ոչխարները, քֆուր տվողներին եմ ասում մեկնաբանությունում։ Այդ քֆուրը դա հայերենից եկած չի, դա մեսրոպյան բառ չի, դա հայկական չի։ Հասկանում եք, դուք վերցրել եք թուրքից քֆուրներ տալիս եք, չգիտեմ, եթե կոնկրետ այդ process-ը դուք համարում եք տղամարդուն տալով հաճույք եք ստանում, ուրեմն սեռական ձեզ շեղումներ ունեք, ուրեմն դուք հոգեբանի կարիք ունեք, գնացեք բուժվեք, այ եսիրներ, բաշարարեք, փսակեք ձեր կնգա հետ այդ գործողությունը կանեք, գոնե երեխա կծնվի, կարող է ձեր երեխա մարդ դառնա, ձեր նման էշ չլինի, այդ էլ հələ հարց է, այլ չգիտենք, չգիտես էլ դրանց քոքը կտրես, սալարկա լցնես, վառես դրանց քոքը, թե ասես բազմացեք, շատացեք, հա որպես քանակ, չգիտեմ, էլի կարող է պետք քնեք, բայց որպես որակ բռակ է, կարա բռակ։ Ուրեմն սա հատուկ մի հատ էլ ավելացնեմ, որ ես ոչ թե կոնկրետ Մկրտիչ Արզումանյանի հանդեպ ինչ որ հատուկ վերաբերմունք ունեմ, ես դուք ինչ եք մտածում, երբ որ Սիրիշոյի վրա հարձակում կար, մի տարի առաջ էր, 2 տարի առաջ էր, ես որ ասում եմ ժողովուրդ, այնպես բան մի արեք, մտածել եք այն ժամանակ էլ երևի Քոչարյան, ես հիմա էլ վերահաստատում եմ, որ Սիրիշոյին մի կպեք, Ռազմիկ Ամյանին մի կպեք, Ռազմիկ Ամյանը դուրս է եկել հրապարակ, ասում է եկեք Ղարաբաղը Երևանի հրապարակում փրկում ենք, մաս բաներ էր ասում, այս բանը իմ մոտ ընդհանրապես որպես քաղաքական արտահայտվածի պրմիտք զրո ընկալում, այսինքն ինչ է խոսում էլի մեր ախպերը, բայց ինքը իմ աչքին չի ընկել որպես երգիչ, ես էլի իր երգերը լսում եմ, հասկանում եք, ինքը իմ համար սիրելի երգիչ է։ Հիմա վաղը մյուս օրը որ իր վրա էլ հարձակվեն, ես ասել եմ մի արեք տենց բան, չի կարելի, հասկանում եք, եղել էլ է, ես ասում եմ, Սիրիշոյի վրա հարձակվել են, ասում են սենց, բերել են քաղաքական դաշտ, ու ես ասեցի, որ դա լավ բան չի, մի արեք տենց բաներ։ Խնդիր ունեք Ռոբերտ Քոչարյանի հետ, նույնիսկ բարերս եմ հիշում, ասել եմ, այդ աղջիկը մինչև նախկին նախագահի հարց դառնալը եղել է մեր սիրելի երգչուհին։ Այսօր որ նախագահի հարցա չեք սիրում, այդ նախագահին պետք է իրան վատ բաներ ասի։ Արա չեք սիրում, լավ ձեր մեջ բայեք, էլի խի պիտի ատելությունը դուք գցեք համացանց, չի կարելի մի լավ բան բերեք համացանց, մի լավ բանից խոսալ։ Այնա մի ընկեր ունեմ, համացանցում ակտիվ է, էջում էլ կարող է լսում է, շատ ակտիվ է մեկնաբանությունների բաժնում էլ Իմ մարև ժողովուրդ ջան, Ցիցեռնակից եմ խոսել, եկել է Նիկոլը, տենում ես էսիշ բանը սխալ։ Ծառից ու ծաղկից եմ խոսել, ինքը եկել է Նիկոլը տեսնում ես էսիշ մարդկությունից, բարոյականությունից եմ խոսում, գալիս է բա Նիկոլը էսիշ բանը։ Չգիտեմ, էլ ինչ թեմայից եմ խոսում, օրինակ 90-ականներից եմ խոսում, ինքը գալիս է Նիկոլը sense։ Այդ ցավը տանեմ։ Ոչ ոմ, էլի եթե դու խնդիր ունես Նիկոլի հետ, արտահայտվի, բայց գոնե թեմային վերաբերվող միտք արտահայտի, գոնե երբ որ այդ թեմայից խոսում եմ, այդ թեմայի շուրջ խոսա։ Ցիցեռնակը ինչ կապ ունի ախր Նիկոլի հետ։ Հիմա նույնը Մկոն ինչ կապ ունի Նիկոլի հետ։ Արա այն մարդը քաղաքականության մեջ չկա։ Այն մարդը շփվել է, բառը արտահայտվել, միտքը արտահայտվել, համաձայնվել է տեկուս կամ չի համաձայնվել։ Արա ինչի՞ ձեզ թույլ տվել այդ մարդուն հանեք հանրային պարսավանքի։ Այ ինչ ես չգիտեմ, էսի արդեն որպես ազգ վերացման մենք եզրին ենք, թե արդեն վերացել ենք ուղղակի ես չեմ ուզում այդ բառը արտահայտել, չգիտեմ։ Բայց էս ամբողջ ենք թե ժողովուրդ, ազգ ենք թե ցեղ։ Արա որ դարից է, քարի դարից եք դուք, հենց քարով բանով տշեք բան մարդկանց, գլուխ բան ջարդեք քարով։ Կորցրել եք ձեր խիղճը։ Ասես չեն կարապետություն դառնալ։ Երբ որ հոգևոր իբր թե ես իրանց հոգևորում ասում, հելելա Բագրատը Սրբազան ասում, ոսկե պարով Արցախ եմ գնում, ասես բաներ ասել, հավաքել իր շուրջը պաշտպանել։ Դուք տեսել եք ես Բագրատի եմ բարձի քաղաքական գնահատականից, եւ հոգևոր չեմ կարատամ, որտեւ ինքը հոգևոր սառեցում է իր մոտ արտահայտել, ես գնացի փրկեմ Հայաստանը, հետ բերեմ Արցախը, ես իրան քաղաքական գնահատական եմ տվել։ Հասկանում եք, ձեր համար արժեք էր ինքը, չէ՞, Սրբազանը։ Ու ես ոնց կարամ ինչ որ մարդկանց համար արժեք ներկայացնող անձին դրանք վիրավորեմ, հայհոյեմ, վատ բաներ ասեմ։ Բայց որ դուք համահանեցիք ես ասի Բագրատ հավաքի հա այդ խմբակից քարոստար մի քիչ հոգևոր քարոստար, որ հետս խոսելու ձև իմանան։
Չգիտեմ տեղ հասավ, տեղ չհասավ, բայց դե մեկ այլ շնագայլերը որ հարձակվում են, ինչ անես։ Հասկացեք իմաստը։ Նույնիսկ որ ես Բագրատին քաղաքականապես չեմ ընդունում, համարում եմ որ ինքը հերոյ քաղաքականությունից, այդ այն մարդը չի որ կգա կբանակցի կգնա քաղաքական դիսկուրսների բանի աշխարհի հետ, բացի դրանից ես համարելով որ ինքը երկրպագուներ ունի, ճանաչված է, ես իրան չվերապեցի, պահեցի իրան վատ բան ասել։ Նույնը նորից ասում եմ, իշխանության աջակիցների կողմից Սիրշոյին են վատ բան ասում, Շուշան Պետրոսյանն է վատ բան ասում, ժողովուրդ, Շուշան Պետրոսյանի քաղաքական մտքերը ես չեմ ընդունում, բայց ես իրան չեմ վիրավորում, հասկանում եք, իրավունք չունեմ որևէ։ Ես ինչի պետք նախ առաջին ես ինքնասիրություն ունեմ, երբ որ վիրավոր եմ, ես պետք է պատրաստեմ նույնը ստանալ։ Եթե ինքը համացանցով չի վիրավորի, հաստատ որ իստեն է փողոցում, ինքը ասելու է, իսկ ես այն մարդն եմ, որ ես փողոց դուրս գալուց գլուխս բարձր քայլելու եմ։ Էմի նայեք, մեկնաբանությունները բան գրում են, ասում որ բռնենք, ասում ասես, ես լուրջ եմ ասում, գլուխները կաղ, զռռան էշի պես, sense ասում եմ մոտովս, իբր չեն տենում։ Որտեվ կնոջը ինչ պիտի պատմի, ասա, Գևորգը ձեռը շինգ, բայց Գևորգը նոր դեմով անցել է։ Չի կարացել մի բառ ասի։ Լեզուն փատանգն, որտեղ գիտես ինչ պիտի ասի։ Արա, ես զիպոզ, ես չգիտեմ ձեզ ոնց ասեմ։ Որ գազ դեմս կանգնես, ինչ ես ասելու, ասել ես ինչ արտահայտությանդ պատասխան տուր։ Մտածել ես դրա մասին, ասել ես Գևորգ, 6 ամիս առաջ, 2 տարի առաջ, 3 մի բառ, կարած մեջ բերես, ասես Գևորգ, սա ասել ես։ Դու վիրավորել ես ժողովրդի, դու վիրավորել ես մարդկանց, դու վիրավորել ես բանին։ Հիմնականում ասում են արցախցիները վիրավորել։ Մեկը չեղավ արա այնքան ասի հելեք բերեք վիդեոն տեսնեմ ես որտեղ եմ արցախցիները վիրավորել, այլ ոչ թե Արցախից եկած Երևանում իրան աշնորհ պահած մարդկանց միտքն եմ ես քննադատել, ոչ մեկ արա կորավ, всё, այդ բանն ասում արցախցիներին դե ասում են վիրավորել ես։ Ով է ասել։ Ասում դե տենց են ասում։ Նե մի վիդեո եմ սենց ես ասել։ Արա վիդեոս որ դուք ուշադիր կարդաք, բանա լսեք։ Դուք կհասկանաք որ էդի կոնկրետ ուղղվածություն ունեցող մանավանդ բարձումա որ այդ մարդիկ սնվել են Հայաստանի բյուջեից սնվել են, Ղարաբաղում էլ լափել են մեր գործանի փողերը, մեր բյուջեի փողերը։ Հիմա չեն կարողանում համակերպեն այդ իրավիճակին, որ տուն տեղ կորցրած, ունեցված կորցրած, գրփելու մեխանիզմները կորցրած, լծակները կորցրած, եկել է մտել Երևանի փողոցները, ասում է, սենց պիտի անենք, նես պիտի անենք, մենք ենք ասողը, դուք պիտի մեր համար սենց անենք, դուք պարտի, որ հելել եմ շուտ, որտեվ ես իրանց մեջից եմ, ամենաճիշտը նա էր, որ իրանց մեջից մեկը հելնի, որտեվ ասում է, որ ասում է շաշը չի ամաչում, շաշի տերն է ամաչում, մենք ընդ եւ իրար տեր ենք, եւ իրար որդի ենք, եւ իրար ծնող ենք, եւ իրար զավակ ենք, այ ապուշներ, ես դրա համար շուտ հելա դուրս ասի ձեզ ճիշտ պահեք, սխալ եք ձեզ պահում, սխալ եք արտահայտում, քննադատեցի, բա կարող է հիմա ասի 100 տարի էլ գաք ասեք ասեմ, վայ գիտեք, բա ժողովուրդ փոշմանել եմ, որ 50 տարի թեկուս առաջ ախր 100 տարի չենք ապրի, արա որ ասել եմ Ստեփանակերտից եկել եք Երևանի մեջտեղը, sense բաներ եք արտահայտում ձեզ տոշնի պայք։ Մտածում եք, ես փոշմանեմ իմ ճիշտ արտահայտված մտքերի հետ, այդ արդեն ձեր մեջ կա փոշմանողներ, որ ինձ քննադատել են, հիմա կամած հասկանում են, որ արա լավ, հա, ջղայնացած ենք եղել, Գևորգն էլ է ջղայնացած, ասել, արա, բայց իմաստը ճիշտ է, էլի։ Հա ոնց կարամ ես ելնեմ գնամ կողքի գյուղի մարդկանց, հələ կողքի գյուղի գյուղապետին ասեմ դու հելի գնա այդ աթոռից, ես բերեմ եմ մորքուրից տուղուն։ Իսկ իրանց մորքորի տղեն կամ իրանց հոպարը ավելի ճիշտ քաղաքական պապան բոլորը գիտեք մեծամասնությունը այդ ժողովրդի ասում է Պուտինի հետ հարաբերությունը լավ էր Ռոբերտ Քոչարյանի այն ժամանակ պատերազմ չկար է կներեք էլի էսա սապնաջուրը լցնեմ այս ծառերի տակ ոչ այսօր կչորը ոչ վաղը մյուս տարի կգաք այս ծառերի վիճակ կտենաք դու գիտեիք որ պետությունը քանդում են լոմը վերցրած քանդում են դու գիտեիք մի օրում են քանդում ասում եք գիտնականներ եք պրոֆեսորներ եք գրականության հայոց լեզվի մասնագետներ ու կրթված մարդիկ եք բանի սևակի բանաստեղծությունը լա հիշեք ասում է միանգամից մարդ չի ծնվում ու չի մեռնում միանգամից ու մենասած բոլոր ամեն ինչը միանգամից չի լինում Հեքիաթներով ապրող բան, հա, իմիջիալոց այսօր ես բացահայտեցի իմ համար 50% համոզված եմ, որ Ղարաբաղի նախկին արդեն մահացած այդ մարդը սիրված բանաստեղծի Թորնուհին, անազգանու չեմ ուզում հրապարակեմ, նախ չկա ինքը այդքան, բայց ովքեր ուշադիր են ինքը ակտիվ է Facebook-ում բանում, իր ոչ նախկին բանաստեղծի Թորը, ուրեմն ինքը ոնց որ պահում է ֆեյքերի բանակ կամ իրան են պահում որպես ֆեյքերի բանակի ջոկի հրամանատար կամ վաշտի հրամանատար կամ գումարտակի հրամանատար հավանաբար քաղաքական դաշտի են ընդդիմադիրների աջակից է հակաիշխանականը դե չգիտեմ կարող է հակաիշխանականը լինի բայց նեյտրալ լինի բայց ոնց հասկանում եմ ինքը ոչ նեյտրալ չի որտեվ ես հակաիշխանական լուրջ ընդդիմադիր մարդկանց հարգում եմ ընդունում եմ իրանց նույնիսկ քննադատությունները սիրով կլսեմ բայց ազգային ժողովում գտնվող ընդդիմադիրներ ես չեմ կարող լսեմ իրանց քննադատությունը որովհետև իրանք ոչ թե ընդդիմադիր են նախկին իշխանություն են եւ այդ նախկին իշխանություններին ծառայող ինչ որ որովհետև իր արտահայտությունը ուրեմն Երևանից հարձակվում են ին վրա քֆուր մֆուր են գրում դե ոչ չեմ դնի սաղին քֆրտեմ ուդալիտ եմ անում բլոկ եմ անում եւ մի 150 հոգի այդ աղջիկը տեղ չի տվել մտել ասма եթե ես մեր գրածը ջնջի ու ինտենս վիրավորանք հա գրել հա ասի ուրեմն այս դե հայտնի է 10000-ից ավել հետևորդ ունի ոնց որ մտա իր անձնական էջին էլ ոչխար էլ էշ ու իր վիրավորանքին էլ մի հատ լավ տեղը դրեցի հա հիմա ինքը
Ասում է, ես էդ էի ուզում որ փաստեր պահեմ քո համար, էսա որ Նիկոլը գնա, որ քո վերջ գալով ասի, աղջիկ ջան, Նիկոլը որ գնաց, հաջողությունների տոպրակն է բացվելու իմ առաջ։ Այդ դու ծեր մասի մտածի, որ գալով ես դուրս լա դեմքդ հիշեմ, որ գաս դուրս որ մի բաշակ կոֆե տամ ասեմ անխմի է, որ Գևորգի վրա հարձակվել եք։ Ինչի հարձակվել։ Այ ապուշներ, իմ ասած խոսքերը, սա էփած Թխած պատրաստ խոսքեր է, մտածված, ամեն ինչը չափված ձևած։ Էմոցիաները որ հանում ես, իմաստը նկատի, որտեղ էմոցիաներով արտահայտվել ես, կարող է տեղ նույնիսկ մի քիչ շատ կոպիտ արտահայտվեն, բայց մեկը իմաստը մնում է նույնը։ Բոլոր արտահայտված մտքերից համար ես պատասխան եմ տալիս։ Ովքեր որ ուզում են ուղիղ եթեր իմ հետ ունենան զրույց, նախնական պայմանավորվում են քաղաքակիրթ ձևով հակառակ իմ մտքերին, իմ արտահայտված մտքերին, ես պատրաստ եմ ձեզ, այսել ձեզ ապացույց, հանրային եմ ասում, ոչ մտել եմ պատի հետ եմ դա ասում, ոչ ինչ որ մի հատ զաբորի տակ եմ դա ասում, ոչ էլ չգիտեմ բոլորից հանրային արտահայտվում են բոլորի հետ, ովքեր որ adekvat են, բայց իմ մտքերը գիտես նորմալ է, ես չեմ դնի վիճաբանության մեջ ասեմ, պետք է միտք ընդունես, բայց որ դուք ինձանից լսել եք արտահայտություններ, որոնց մասով մտածում եք, ես չեմ կարող դրա պատասխանը տամ։ Եթե ես բացա, մենակ պայմանավորվելով մարդու հետ շփվեմ, հասկանամ այդ մարդը բանկա թե գալու է էֆիրում հավայի դուրսա հայտարարակալի։ Հասկացաք, լավ տղեր կան, լավ աղջիկներ կան, հակառակի մտքերը ունեն, կան իրանց մտքերն էլ ասեն, բանաձևերն էլ ասեն արևմտյան Հայաստանը հետ բերելու։ Ասում են մեկնաբանությունը մենք կարծում, ասում են բացի հիմա ասում եմ եկեք իմ ձեռը դե բռնե, գնանք դե հաց ուտենք, դե ապրենք սենց բան։ Ասում են դե հիմա էլ կարան գնանք դե լողանանք, վանում հետ կան։ Դու Ինդոնեզիա էլ ես կարում գնաս լողանաս, Հնդկաստաններ ես գնում, կարաս գնաս հանգստանաս, Բրազիլիա էլ ու Թուրքիա էլ, դու ինչ չես տանում արևմտյան Հայաստանը, հայկական Հայաստանը։ Դու ես տանում ես այժմ Թուրքիայի տիրապետության տակ գտնվող նախկինում արևմտյան Հայաստանի տարածքը դու չես կարող տանես ինձ արևմտյան Հայաստան, որտեղ չկա արևմտյան Հայաստան այժմ ճանաչված պետություն կամ ներկայիս Հայաստանի Հանրապետության մաս կամ էլ մարզ։ Այդ ինձ ինչ եք զարմացնում։ Ուզում եք ասեք Տամոժնի սոյուզին բանի մասին, ուզում եք ասեք որ դու գիտեք որ կողքի պետությունը գնալ գալը նասկի բերել, ռուսիկ բերել, ծախելը գիտեք որ տենց բան կա, դա ես էլ գիտեմ։ Դուք խոսում եք արևմտյան Հայաստան, ով որ լավա քֆուր չեք դնում, ով որ դեմ արևմտյան Հայաստանը հետ բերենք, քֆուր ենք անում բան։ Արա ոչ մեկ դեմ չի, ուղղակի ով որ իրա տեսա, ասում է, այս պահին մենք ի վիճակի չենք սկի, այս եղածը պահենք, անվտանգությունը չենք կարող ամբողջովին ապահովենք։ Ասում ենք, ուրեմն դուք չեք ուզում արևմտյան Հայաստանը հետ բերենք։ Արա նոր եկեք կորցրել, խնդիրները չի եկել, չեք հասկացել, որ դուք քիչ եք, իրանք շատ են, որ իրանք դաշնակիցները ուշեղ են, քո դաշնակի քեզ ծախում է, հետո տելևիզորով հայտարարում է, ասում է, мы совместно с Турцией организовали операция, չգիտեմ բան, Ղարաբաղը։ Ոչ միասին իրանք գրվել են քո ձեռից Ղարաբաղը վերցրել, այսօր դու եկել ասում ես, մենք գնում ենք արևմտյան Հայաստանը։ Տղա ջան, աղջիկ ջան, ախր դու դաշնակից չունես, մենակ չես կարող, ինչպես ես բերում։ Դու գիտեք ես որ չեմ թիրախավորում ոչ մի անձի, եթե կարում եմ լավն եմ ասում, եթե չէ, ոչ թե վախենում եմ ասում, այլ ճիշտ չեմ հարմարում անձի մասին վատ բան ասել։ Այժմ տեսեք, կուսակցության մասին, բայց պետքա այս պահին ինձ կներեք, հարգելի դաշնակցականներ, ես պետքա ասեմ։ Ուրեմն տեսեք, խոսքս վերաբերում է այսօրվա դաշնակցականներին, ովքեր ազգային ժողով ներկայացնում են ուժ, ներկայացնում են իբր թե ընդդիմադիր ուժ, լսեք, ձեր ժամանակ, ձեր կուսակցության ժամանակ արևմտյան Հայաստանը կորցրել եք։ Այժմ 25 թիվն է, օրինակ, դուք խոսում եք արևմտյան Հայաստանը հետ բերելու մասին։ Ես դες հիշեցնում եմ, որ դուք 20 տարի կոալիցիա եք եղել մինչև 2018 թիվը եւ ազգային ժողով մեծամասնություն եք կազմում եւ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա եք կազմել, Ռոբերտ Քոչարյանը Միչել Մադրեդի հետ միասին եկելի։ Բայց քիչ եք այն ժամանակ արևմտյան Հայաստանը հետ բերել։ Սա ես ասում եմ քեզ ակոժ դաշնակներին էլի։ Ակոլա դու լսի, ժողովուրդ ձեզ եմ այս իրանց ասում եմ, բայց որ դուք լսեք, այդ ովքեր որ խափվել եք, որ դաշնակները գալու են Սրբազան Բագրատի հետ, Ոսկեպարով Արցախի հետ բերեն, դուք պետքա հիշողություն ունենաք, որ իրանք 20 տարի, 25 տարի իշխանություն էին ու չեն բերել ոչ մի արևմտյան Հայաստան։ Իսկ Ղարաբաղի պաշտպանությունը դա ժամանակավոր բնույթ էր կրում։ Ես որ ոչ մի պետական պաշտոն չեմ զբաղեցել, ասել եմ Արցախի վերջը տալու են, ասես որ գնա Արցախի վերջը տալու են։ Ընտանիքս վերցրել եմ գնացել երկրից։ Մենակ կարացել եմ իմ ընտանիքը բրկեմ։ Այն ժամանակ 3 շունչ էին, ես կինս երեխաս։ Հասկացաք, ես չէի կարացել 130-140 հազար արցախցիների կյանքը բրկել, մանավանդ այդ նույն արցախցիների մեծամասնությունը ինձ անիծում է, ինձ հայհոյում է, ես որ հիշեցնում եմ իրանց սխալները, որ ասում եմ այսօրվա սխալի մասին։ Ինձ են հայհոյում, ինձ են անիծում։ Ինչի եք անիծում։ Ես ձեզ ինչ եմ արել, ես ձեր ոչ կառավարիչ եմ եղել, որ ինչ որ բան եմ կերել, ձեր գրպանից հանել եմ կերել, ոչ բյուջե եմ թալանել։ Ինչի եք ինձ վիրավորում։ Ինչի եք ինձ հայհոյում։ Ես նույնիսկ ձեզ խղճում եմ այդ հայհոյանք տվողներին։ Հասկանում եք, ես ձեզ խղճում եմ ինչի, որտեղ դուք
դուք շարունակում եք ուտել այդ խայծը, այդ կեղծ հայրենասիրական թեզերն եք իրանց կրկնում, որտեղ ձեզ դա հաճելի է։ Արա դե չի լինում էլի, ես որ ասել եք դու բախտագուշակ եք, բայց մի պահ պատկերացրեք, եթե այսօր իշխանությունը, այսօրվա իշխանությունը զիջում ենք, երբ ձեր այդ պատկերացրած ազգային ժողովում դաշնակներն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանի կուսակցությունը գալիս են իշխանության, եթե դուք մտածում եք Արևմտյան Հայաստանը հետ բերելու ձեզ, չարաչար սխալվում եք։ Եթե մտածում եք իրանք այդքան ուժեղ են, որ Ղարաբաղը հետ բերեն, չարաչար սխալվում եք։ Ղարաբաղի հարցի լուծումը դեռ ապագայում է լինելու։ Ինչպես 30 տարի ադրբեջանցիներն են ատամները սրած, զինվել են, համբերատար սպասել են, որ կա ժամանակը գան գրավեն, նույնը մենք պետք է անենք։ Այժմ ես դա չեմ տեսնում։ Այսօրվա իշխանությունը չի կարող, չունի այդ ռեսուրսները, չի էլ թաքցնում, ասում է ես չեմ կարող, ես ձեզ ասում եմ, այս իշխանությունները ոչ Արարատ սարն են, նորից Արարատ սարը տեսեք, որ ասեք միշտ լինելու են ընդ։ Իրանք գնալու են, որ գնացին, կգաք այն ժամանակ հետ կբերեք։ Արա ինչ ա եղել 30 տարի թուրքն առաստուն մնացել։ Ես էլ կմնամ առաստուն, դու էլ մնա առաստուն 30 տարի, բայց զատո եթե խլտներդ գլուխ թավաքի կբերեք։ Բայց ես առայժմ ոչ ձեր հետ եմ պատկերացնում Ղարաբաղ հետ բերելը, ոչ էլ ընդհանրապես տեսնում եմ նույնիսկ դիվանագիտական առումով էլի։ Դու որ քո հայրենակցին Են սրբազանը ես ինչու հիշատակեցի, ինքան մտքերս խառնա ժողովուրդ մոտս մարդ է եկել, պատկերացրեք ես թողած իմ տանս օգնում եմ մի բան անում, եկել եմ ես ձեզ նորից իմ ժամանակը խլել եմ ձեր համար, որ բացատրեմ, ասում եմ Բագրատին ես չեմ վիրավորել, բան իմանալով որ դուք իրան հարգում ընդունում, բայց դուք մկոյի խի եկարա վիրավորում, մկոնելա չէ արժեք, մնացած մեր արտիստները, մեր երկիչ երգչուհիները էլի արժեք են չէ, արա խի եք վիրավորում ընդհանրապես, դուք վիրավորելով չեք մտածում որ պատրաստ պետք է լինեք նույն վիրավորանքը ստանաք, որտեղ ոչ մեկ չի լռի որ իր ինքնասիրությանը կպնես, իր սրբություններին կպնես։ Նույնը ես ասում եմ, ամեն եթերում չեմ ասելու, ձեր մերն էլ, ձեր հերն էլ, ովքեր որից հայհոյանքներ եք գրում, ինձ վատ բաներ եք գրում։ Կարակ ինձ իմ միտքը չկիսեք, հակառակ միտքը գրեք, կարակ դուք եթեր բացեք, նույնիսկ ասեք Գևորգ Արստամյանը sense բան ասել, ժողովուրդ, լրիվ սխալը 100%-անոց սխալը այդ ճիշտ է, ես եմ ասում։ Դու ասա, կամ վրեդ կղժան, կամ էլ կծափարեն, բայց հավանաբար ղժալու են, որովհետև Գևորգը ինչ արտահայտում է, չափած ձևաց ամեն ինչը էփած արտահայտում է։ Լավ մնացեք, բոլորիդ հաջողություն, հուսով եմ կշարունակենք մեր զրույցը adekvat լուրջ թեմաների շուրջ, ոչ թե դրած, չգիտեմ, անգարագետ massային բան է բացատրում։ Բարի գիշեր։